Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Այսօր դեկտեմբերի 5-ն է, ուրբաթ տարվա ավարտին մնաց ընդամենը 26 օր եւ ավարտում ենք հերթական աշխատանքային շաբաթը։ Դեկտեմբերի 5-ի մասին իմացեք, որ դեկտեմբերի 5-ը հողի համաշխարհային օրն է։ Ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվում է նաեւ կամավորների միջազգային օրը։ Եվ այսօր մեր շատ ելի գործընկերոջ Գոր Գլումովի ծննդյան օրն է։ Շնորհավորում ենք Գորին, մաղթում առողջություն, գեղեցիկ կյանք եւ երկար հրաշալի տարիներ իր ընտանիքի հետ միասին։ Շարունակենք ու ասենք, որ դեկտեմբերի 14-ին կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 20:00-ին կարող է գալ Հանրապետության հրապարակ, մասնակցել գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությանը, այնպես որ պատրաստվեք ամանորին, բայց անպայման հետևեք նաև մեր եթերներին, քանի որ թե այսօր եւ թե ամանորին մեր եթերում հետաքրքիր հյուրեր եւ թեմաների պակաս չի լինելու։ Գնանք լսենք լավ երաժշտություն եւ գանք ու շարունակենք մեր ուղիղ եթերը։ Ինչպես նկատեցիք, այսօր ես միայնակ եմ, բայց դա չի խանգարի եթերը գեղեցիկ ավարտելուն։ Իդեպ Սևակ Ամրոյանը, Անդրեն Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line ticket Miket կայքից կամ զանգահարեք 818-265-0506 հեռախոսահամարով։ Անցնենք առաջ եւ խոսենք նաեւ եղանակից։ Այսօր ու վաղը տեղումներ չեն սպասվում, բայց ահա Կիրակի օրվանից կանխատեսվում են տեղումներ։ Երևանում դրանք առավելապես կլինեն անձրևի տեսքով, իսկ Վայոց ձորում ու մեր երկրի կենտրոնական հատվածներում կտեղա ձյուն։ Իսկ այս գիշեր գերլուսիններ վերջին այս տարվա ընթացքում։ Այսպիսի բացրությամբ գերլուսին հաջորդ անգամ հնարավոր կլինի տեսնել միայն 2042 թվականին։ Ունենք նաև լուր, անցնենք առաջ, մեր երկրում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորում է եւ հորդորով է հանդես եկել։ Խնդրում ենք ուշադիր պլանավորել ձեր վիզայի հարցազրույցի օրը։ Դիմորդներին տրամադրվում է հարցազրույցի ամսաթիվը սահմանափակ թվով փոփոխելու հնարավորություն։ Եթե գերազանցեք այդ սահմանաչափը, հնարավոր է պահանջվի կատարել նոր վիզայի դիմումի վճար հարցազրույցի նոր օր ամրագրելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի դեսպանատնից։ Լրացուցիչ ծախսերից եւ ուշացումներից խուսափելու համար ընտրեք ձեր հարցազրույցի օրը մտածված եւ փոփոխությունները կատարեք միայն իրական անհրաժեշտության դեպքում։ Ահա այսպիսի նաև հորդոր ունենք ԱՄՆ-ի դեսպանատնից, այ հիմա ճիշտ ժամանակն է մտածելու, թե որքան գիտենք անգլերեն, մանավանդ եթե կպլանավորեք մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հետևեք մեր առավոտների եւ հաստատ ամոթով Ամերիկայում չեք մնա։ Ինչ կարևոր արտահայտություններ կա, որոնք առանձնացրել է մեր համար Սոնան, դիտենք հենց հիմա տեսանյութում։ Good morning guys, այսօր սովորելու ենք խաղերի անվանումներն անգլերեն։ Տեսնենք այդ ամերիկաներում ինչ խաղեր են խաղում, արդյոք նման են մեր մանկության խաղերին։ Իսկ ավելի շատ որակյալ անգլերենի համար հետևեք իմ ինստագրամյան բլոգին կամ անցեք դասընթացներ իմ լեզվի դպրոցներում։ Guys, դուք ձեր ամերիկաները փոքր ժամանակ ինչ եք խաղացել դպրոցում, տանը բակում։ Ես օրինակ խաղացել եմ hopscotch։ Այդ որն է, նույն կլասը մեր։ Հա։ Մի հատ նույնիսկ արտասանես։ Հա, hopscotch։ Hopscotch։ Դարիել, քո կողմից ինչ խաղեր կասես։ Ես էլ tag եմ խաղացել։ Ահա, դա նույն մեր բռնոցին է ոնց որ։ Այո։ Իսկ իրան հոմանիշ ինչ որ ուրիշ խաղ կա։ Ու մեկ էլ Marco Polo ունենք, այդ ջրային խաղ ավելի շատ, ու փորձում ես իրենց հետևից գնալ ու էլի կպնես իրանց։ Էլի բռնոցի տեսակ է։ Ես փոքր ժամանակ շատ ռեզին եմ խաղացել, որ երկոքի կանգնում ա, ռեզին են աղջիկները հիմնականում խաղացել։ Ձեր մոտ կա Լիլիանա, դու Հա, խաղացել։ ես խաղացել եմ, բայց մենք ասում ենք Chinese jump rope։ Oh, մի հատ նույնիսկ արտասանես։ Հա, Chinese jump rope։ Պահկվոցի հաստատ խաղացել եք դա։ Այո, այո։ Ահա, ոնց Մեր է։ մոտ ասում են hide and seek։ Okay, հեշտ է, չէ՞։
տակ կարտոշկա ունեք ձեր մոտ գնդակը որ գտնում եմ արագ փոխանցեք։ No, hot potato, yeah. Լրիվ բառացի թարգմանություն է։ Օրինակ Գյումրիում մենք ունենք բադերի որսորդ, իսկ Երևանում գործնագործ են ասում։ Դուք նման խաղեր ունեցել եք։ Հա, մենք ասում ենք dodgeball։ Okay, բայց նման է, թե նույնն է։ Հա, նման է։ Նման է, բայց ոնց որ նույնը չի։ Հա։ Եկել ֆուտբոլը որ դե մոտ լրիվ ուրիշ բառ են ասում։ Հա մեր մոտ soccer են ասում։ Okay, do you play soccer I frequently play soccer. with your friends, I guess? Էլ ինչ խաղեր գիտեք անգլերեն, գրեք քննարկենք։ Շնորհակալություն Սոնյային, իսկ մենք անցնենք առաջ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը։ Այն հասանելի է 0800 00900 անվճար հեռախոսահամարով։ Երկուշաբթից ուրբաթ ժամը 9-ից մինչև 18:00 ծառայությունը գործում է առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով եւ էթիկայի օրինակելի չափանիշներով։ Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն եւ անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների աջակցությունը համալիր դարձնելու համար։ Կարծում եմ սա շատ լավ նոր թեժ գիծ է, պետք է ուշադիր լինել եւ եթե կա կարիքը անպայման պետք է դիմել։ Այս պահին դարձյալ երաժշտություն Շանթի եթերում։ Իսկ հիմա գովաց Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ շարունակենք մեր եթերը։ Աշունն այս տարի ավարտվեց անսովոր բարձր ջերմաստիճաններով, առանց տեղումների եւ անտառային հրդեհներով։ Դրանց դեմ պայքարին կծվեց կարելի ասել ողջ փրկարար ծառայությունը։ Դժվարությամբ, բայց հրդեհները մեկուսացվեցին։ Այսօր մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության համար 7 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Ահարոն Գևորգյանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ մայոր Գուրգեն Ասլանյանը։ Խոսենք այս պահին հանրապետությունում իրավիճակից ու հրդեհային անվտանգությունից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Կարծում եմ վերջին շրջանում բոլորիս շատ անհանգստացրեց հրդեհները, որոնք տեղի ունեցան մեր սրտում Հայաստանի Հանրապետությունում եւ այն կարծես թե անհասկանալի էր ինչից եղավ, բայց բավականին երկար ժամանակներ։ Եկեք խոսենք նախ այս շրջանում հրդեհների շրջան է թե ոչ եւ ինչ կատարվեց, որ այդ հրդեհը այդպես բռնկվեց։ Բարև ձեզ, շնորհակալություն ենք հայտնում մեզ հրավիրելու համար, այս թեման եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու համար եւ ինչ որ խորհուրդ փոխանցելու համար։ Վերջի հրդեհներից խոսենք, նախ հրդեհներին նպաստեց եւ թե աշխարհում լսում ենք բոլորս է գլոբալ տաքացման խնդիրը, որից զերծ չի մնում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, այս չորային եղանակները, որովհետեւ պայմանավորված էր հրդեհը, ու անտառային հրդեհների մեծ մասը 90% եւ ավելին լինում է մարդու գործունեության արդյունքում, իհարկե չգիտակցված, որ խարույկի հողակտորների այրման այդ խոտանները վերացնելու նպատակով, որն իր հերթին արդեն դառնում է անկառավարելի, դառնում է հրդեհներ, որը որ մենք ականատես եղանք։ Պատճառը այս պահին հստակ հայտնի չէ մեզ, թե առաջացման պատճառը ինչից է, բայց հիմնական հրդեհները առաջանում են նշված մարդկային գործունեության արդյունքում։ Այս պահին հրդեհային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում կայուն է, լինում են հրդեհներ փոքր օջախներ, որոնք որ վերահսկելի են եւ մարում են, ընդհանուր առմամբ այս պահին նորմալ է։ Այս տարի կարծես թե այս հրդեհը մարելու համար ոնց որ ներգրավեցին Հայաստանի Հանրապետության բոլոր հրշեջ ծառայությունները, ինչպես անցավ ընթացքը եւ ինչ նոր մեթոդներ օգտագործվեցին։ Հրդեհները Հայաստանում միշտ են լինում, ինչպես բոլոր տեղերը։ Այսինքն անտառներ որտեղ կան, դրանք չեն կարող անմասն լինել, անտառային հրդեհներից ապահովագրված չեն կարող լինել, նամանավանդ մարդկային գործոնի ազդեցությունը հիմնականում ամենակարևորներից է լինում, քանի որ մարդիկ բնության գրկում հանգստանալով կամ ապրելով իրենց կենցաղը դասավորելով այդ տարածքում չեն կարող մասնակցություն ունենալ
ուղղակի կամ անուղղակի, հիմնականում ավելի շատ անուղղակի կերպով անտառային հրդեհների առաջացման մասով։ Ուրեմն այս տարի կարելի ասել որոշակիորեն աննախադեպ էր, որովհետև հրդեհաշիջման աշխատանքների համար շատ նպաստավոր եւ խանգարող պայմաններ կան, դա հիմնականում կլիման է։ Այս տարի շատ բարդ հրդեհաշիջման աշխատանք եղավ, աննախադեպ ծավալով, ներգրավվեցին բոլորը, ներգրավվեցին բազմաթիվ կամավորական ուժեր, ներգրավվեցին բավականին շատ քաղաքացիներ, տարածքի վարչական ռեսուրսը, այսինքն բոլորը աշխատում էին համահունչ կերպով պայքարել կրակի դեմ, օգտագործվեց նաև ավիացիայից մեր ընկերները նկատած կլինեք ուղղաթիռներով այդ աշխատանքը, որը որ ինքը նույնպես շատ, այսպես ասած, կարևոր գործոն է։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիների որոշակի առումով դժգոհությունները փարատեմ այնքանով, որ անտառային հրդեհների դեմ պայքարելը դա նույնիսկ ամենազարգացած երկրների համար դա կարելի ասել անհնարին թվացող մի անհնար պատկեր է, որտեղ բնությունը ցավոք սրտի շատ ավելի ուժեղ է մարդուց։ Կրակը հնարավոր է մեկուսացնել, հնարավոր է պայքարել, փրկել բնագծեր, հնարավոր է պայքարել, բայց լիարժեք չեզոքացնել մարդը, այդպիսի աշխարհում չկա այդպիսի ստորաբաժանում, որ կարող է անտառային հրդեհների դեմ կռվել եւ շատ արագ օպերատիվ այդ հաղթանակը տանել։ Դա մի փոքր տենց ռոմանտիկայի ժանրից է։ Մենք անգամ տեսանք ԱՄՆ-ի, հա, այդ մեծ հրդեհը, որը որ կարծես թե ԱՄՆ-ն էր, որը ուներ ամեն բան, որ կարող էր միանգամից լուծել խնդիրը, բայց բավականին երկար ժամ։ Գործոններով է այսպես ասած, տարբեր գործոններով է պայմանավորված։ Հիմնական ամենակարևոր գործոնը դա կլիման է, որովհետև մի փոքր խոնավ եղանակը, մի փոքր թեկուզ կարճատև անձրևը կարող է այդ պայքարի, այդ կռվի ելքը լիարժեք փոխել։ Հակառակը նույնպես, երբ որ լինում է չոր, երբ որ լինում են քամիներ, չնախատեսված հոսքեր, դա ուղղակի փոխում է լիարժեք պատկերը աշխատանքի։ Հենց դրա մասին էի ուզում անպայման հարցնել։ Մենք սովորենք, որ ամռանը կարծես թե Խոսրովում կամ հարակից անտառներում են լինում, հա, հրդեհները։ Այս անգամ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում էին։ Այ կարող ենք ասել, որ Հայաստանի շրջաններն են համարվում ավելի վտանգավոր։ Այն շրջանները, որտեղ ունենք անտառներ, ունենք խոտածածկ տարածքներ, անտառային հրդեհների խոտածածկ տարածքային հրդեհների մասին է խոսքը, բոլորն էլ վտանգավոր է։ Արագածոտնի մարզը, Լոռին, ինչպես նշեցինք, Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, բոլոր մարզերում է իրենց վտանգավորության աստիճանը կան եւ կախված ժամանակաշրջանի այդ կլիմայի ազդեցությունից, թե որ հատվածում ինչ աստիճանի չորություն է գրանցվում եւ ինչ արագությամբ կամ տեմպերով կտարածվեն հրդեհները եւ ուղիղ համեմատական է նաեւ հանգստյան ժամանակաշրջանի հետ, թե որ տարածքներում են ավելի շատ բնակչությունը իրենց հանգիստը կազմակերպում եւ ինչ հետևանքներ է դա ունենում։ Դրա համար պետք է ամեն տարածքում իրենց հանգիստը կազմակերպելուց հետո հետևեն հրդեհային անվտանգության կանոններին, մարեն իրենց այրած կրակը, համոզված լինեն, որ կրակը վերջնականապես մարված է, ծխախոտի մնացորդներ չթողնեն, որպեսզի իրենցից հետո հրդեհներ չառաջանան։ Առաջանալու դեպքում է շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան անմիջապես արձագանքեն, եթե նոր առաջացող օջախ է, փորձեն իրենց սկզբնական հրդեհաշիջման միջոցներով ինչ որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն, զուգահեռ զանգահարելով 911 ծառայության, որպեսզի ավելի արագ արձագանքում կազմակերպվի։ Մենք գիտենք հրդեհի տարածումը շատ արագ է լինում եւ դրա համար ժամանակը շատ թանկ է։ Պետք է գործողությունները լինեն շատ ճշգրիտ, որպեսզի հետագա աղետալի դեպքերից կարողանանք խուսափել։ Այ մենք գիտենք, թե գյուղերում նաեւ քաղաքում ինչու ոչ չոր խոտերն են վառում, որը շատ տարածված այսպես վառման միջոց է, հավաքվում են եւ սկսում են այն այրել։ Սա էլ է չէ հանդիսանում հրդեհի բռնկման վտանգ։ Միանշանակ ես ասեմ, որ այս տարի մարտ ամսից փրկարարծառայությունը արշավ էր իրականացնում, տեղեկացնում էր, որ չի կարելի նման աշխատանքներ իրականացնել, խոտերը, խոտատարածքները այրել, չոր խոտի մնացորդներից վերացնել, որը մի շարք բացի այն, որ հրդեհն են վտանգավոր երևույթ առաջանում, այլ մի շարք այլ խնդիրներ է բերում։ Ազդեցություն ունի, որտեղ բուսական թափվածքով է ձևավորվում հումուսը։
այսինքն հողի վերականգնողական աշխատանքը տեղի է ունենում հենց բուսական թափվածքի շնորհիվ, դրանք այրելով ոչ մի բնությանը օգուտ չի տրվում, բացի այդ մեծանում են ռիսկերը այսպիսի մասսայական հրդեհների։ Իջաններն են վերանում, սողուններն են վերանում, փոքր կաթնատու կենդանիներն են այդ տարածքից վերանում, ինչ որ դառնում է ամայի տարածք ավելի, դա չի նպաստում, արդյունավետություն չունի։ Բանա, ստերիլիզացման աշխատանքա, որ չգիտեմ ինչի ընդունված է մեր ժողովրդի մոտ։ Անտառային ու առհասարակ հրդեհների մեծ մասը անտրոպոգեն ծագում ունեն, մարդածին են։ Այսինքն շատ հազվադեպ է լինում, երբ որ կայծակի, հրաբխի կամ չգիտեմ ինչի այդ բնական երևույթներով պայմանավորված լինում է հրդեհ։ Հիմնականում մարդիկ են իրենց անփութության, անհետևանք գործողությունների եւ այլն, այսինքն այդ մտածողությունը սոցիալական պատասխանատվությունը շատ կարեւոր է։ Բնության գրկում ապրել պետք, դա նշանակում է լինել պատասխանատու այդ բնության առաջ եւ բոլոր դեպքերում շատ կարեւոր է իրականում գործել առանց հապաղելու, որպես բարեպաշտ կամ պատասխանատու մարդ ուղակի վերցնել եւ զանգարել 911 դա քիչ է, որովհետեւ եթե այդ պահին կարելի էր ինչ-որ բան անել, ուղղակի, չգիտեմ, ամենապրիմիտիվ մի քանի միջամտությամբ վերացնել այդ ամեն ինչը, ուղղակի կողքից լուր հետևել, թե ինչ է դառնալու, գուցե, չգիտեմ, րոպեներ հետո այդ ամեն ինչը լինի արդեն անդառնալի դրա կորուստները, այո, շատ ուշ կարող է։ Այ անտառտնտեսությունը եւ փրկարար ծառայությունը ինչպես են համագործակցում միմյանց հետ։ Մշտական է համագործակցությունը, ունեն նաև մշակված փոխ համագործակցության պլաններ, հրդեհաշիջման աշխատանքների առումով, ուսուցողական դասընթացներ իրականացում, անտառտնտեսությունն էլ ունի հսկողական ֆունկցիաներ, որոնք իրականացնում մինչև հրշեջների ժամանելը իրանք են գործողություններ իրականացնում, համատեղ է իրականացվում ու այդ աշխատանքները բարդ են, մենք գիտենք ռելիեֆները, քարտեզագրությունը, մենք համատեղ պետք է այդ աշխատանքները իրականացնենք եւ իրականացնում ենք, որը այլ ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքները։ Այ մենք անդադ խոսում ենք մարդու գործոնի մասին, հա, որքան կարևոր է որ մարդը ճիշտ ժամանակին զանգահարի, մարդն իրազեկված լինի, այ ինչ իրազեկման ծրագրեր են իրականացնում ծառայությունում տարվա կտրվածքով, որպեսզի մարդիկ իսկապես իրազեկված լինեն եւ լինեն այսպես զգոն քայլերի հերթականությունը իրականացնելու համար։ Իրազեկման ծրագրերը բազմազան են, սկսած ամեն տարի, ամեն ամիս յուրաքանչյուր ամսում կան այդ ծրագրերը։ Մենք ինչպես նշեցի, մարտ ամսին արդեն մենք իսկ իրազեկում էինք, պաստառներ էինք փակցվում, համայնքներին տեղեկացվում էր, որ խոտի այրումը չի թույլատրվում, հետևյալ վտանգավոր երևույթներն է առաջ բերում, դրանից զատ բրոշուրատիպ գրքեր են տպագրվում, բաժանվում հասարակությանը, փրկարար ծառայությունը փոքր տեսաերիզների բացատրական վիդեոռոլիկներ է հղում իր պաշտոնական կայքեջում, տարբեր լրատվականներ իրենց ալիքներով են հրապարակում, անընդհատ է։ Ուղղակի մեր բնակչությունը պետք է փորձի այդ անվտանգային կուլտուրան ավելի բարձրացնի իր մեջ, դա կենցաղում է առօրյայի մեջ շատ կարևոր է իրենց համար։ Ոչ միայն հրդեհների դեպքում, այլ նաև փրկարարական, առաջի օգնության, ցուցաբերման մենք գիտենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարները օրինակ բերեմ, ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենում, բոլորովին վերջերս մի քանի օր առաջ ես եմ առաջինը հասել դեպքի վայր, տուժածը մեքենայի մեջ մարդիկ չգիտեին ինչ գործողություն անեին, որ կարող է 2 րոպեն ճակատագրական լիներ, այնպիսի դիրքում էր, որ արդեն շնչելու համար խնդիր կար, մարդիկ նայում էին, չգիտեին ինչպես բերել ապահովության դիրքի, ինչ գործողություն իրականացնել։ Սա մարդկանց իրազեկման նաև ցանկանալու, ինքնակրթվելու խնդիր է։ Ամեն բան մենք այսօր փրկարար ծառայությունը միջոցառումներ իրականացում, սկսած մանկապարտեզներից, տարբեր թեմաներով դասախոսություններ է իրականացում, մանկապարտեզներում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում անընդհատ է այդ գործընթացը։ Մարդիկ մի փոքր էլ այդ բազան պետք է ավելացնեն ինքնակրթվելով, իմանալով ինչ աշխատանքներ պետք է իրականացնեն տարբեր իրավիճակներում հայտնվելով, որովհետև դա փրկում է իրոք, փրկում է մարդկային կյանքեր, փրկում է բնությունը եւ դա շատ դրական է, որ այդ մշակույթը շատ կարևոր է, այսինքն պատժելը կամ չգիտեմ տեսչական մարմինների միջոցով գտնել ծագումը հրդեհների կամ քննել, դատապարտել եւ այլն, դա ավելի քիչ էֆեկտ ունի, քան հասարակությանը բերել մի այնպիսի մտցնել մի այնպիսի մշակույթ, որտեղ ցանկացածը հասկանա, որ հասարակության մեջ գուցե ոչ ամենօրյա, բայց ամեն պահի ինքը կարող է ստանձնել այդ փրկարարի դերը։
Այսինքն այն մինիմալ գիտելիքները, որը որ մարդկանց տրված է, այսօր ինֆորմացիայի ամենամեծ ժամանակաշրջանում ենք ապրում, ու իմ ուսանողական տարիներին, երբ որ ես այդ ժամանակ չէի էլ պլանավոր է, որ փրկար պետք է դառնամ, ես առաջի անգամ հենց մարդ փրկել եմ այդ տեխնիկայով, երբ որ օրեր առաջ ես ընդամենը անցել էի առաջի բուժօգնության այդ կուրսերը, ու իմ շնչուղիները պետք է բացվեր, այսինքն իմ առաջի փրկած մարդը եղել է այն ժամանակ, երբ որ ես փրկար չեմ եղել, ուղղակի որ ինձ հետաքրքիր էր, ես սովորել էի այդ առաջի բուժօգնությունը։ Բոլոր ինստիտուտները, եթե չեմ սխալվում, ունեն քաղաքապաշտպանության ամբիոններ, անցնում են կուրսեր, նմանատիպ բաներ, այսինքն ուղղակի արձագանքման դեպքի վայրում գտնվելու կուլտուրան ցանկացած արտակարգ իրավիճակների ժամանակ իմ կարծիքով ցանկացած մարդ պետքա դիմակայի որպես կրթված մարդ այդ ամեն ինչը առանց ստրեսի, հանգիստ ու երբ որ նամանավանդ ունի որոշակի ինֆորմացիա տվյալ սիտուացիայում դրսևորելու, այդ ամեն ինչը շատ հեշտացնի մեր բոլորի կյանքը։ Փրկարարները կլինեն ավելի արդյունավետ, փրկարարական խմբերը ավելի արդյունավետ կաշխատեն եւ մեր հասարակությունը ավելի անվտանգ միջավայրում կապրի։ Մենք վերջին դեպքերից տեսանք, որ եղան նաև տուժածներ փրկարար ծառայության աշխատակիցների մեջ, այս աշխատանքը կարծես թե ինքը պահանջում է իրենից, որ այսպես անձնուրաց նվիրվես աշխատանքին եւ գնաս ու փրկես ինչ-որ մեկի կյանքը։ Արդյոք թե կրթվածության այդ ընթացքում, դասերի ընթացքում այս դասերն են տալիս մարդկանց, թե ուղղակի մարդն իր մեջ պետք է ունենա այդ ցանկությունը, լինի այդպեսին, կամ փրկարար լինի, կամ չլինի։ Այո, մարդը պետք է իր մեջ ունենա եւ երբ որ արդեն անցնում է աշխատանքի, զգում է այդ աշխատանքը, երբ որ մի անգամ դու մարդու կյանք ես փրկում, մի անգամ հրդեհաշիջում ես անում, տենում ես ինչ աշխատանք կատարեցիր, ինչ օգուտ տվեցիր, դու դրանից ողջևորում ես։ Միանշանակ մարդու մեջ պետքա լինի եւ այդ կատարած այդ աշխատանքը դրանք ավելի ու ավելի շատացնում է եւ ավելի նվիրական է քեզ դարձնում քո աշխատանքի մեջ։ Միանշանակ պահպանելով անվտանգության կանոնները իրականացնում ենք տարբեր բարդության աշխատանքներ եւ այդ խիզախության արդյունքում է նաեւ որ մենք ունենք այն աշխատանքի արդյունքը որ ունենում ենք վերջի հրդեհների դեպքում մարումը որ կարողացանք անել նաեւ գիտեք ռելիեֆային այդ բարդ պայմանները մեծ ջանքեր էր պահանջում եւ դա եղավ կատարելի հենց փրկարարների հենց այդ հրդեհաշիջմանը ներգրաված մասնակիցների այդ խիզախության արդյունքում դա սարսափելի բան է երբ որ թիմից մի օղակ վնասվածք է ստանում կամ ավելի սարսափելի ելքեր են լինում, դա շատ սարսափելի բան է ջոկատի համար, քանի որ մեր աշխատանքը թիմային է։ Մեր մոտ ցանկացած օղակը շատ կարևոր է, որ այդ շղթան ստացվի, չնայած այդ ամենին գուցե հենց դա է արժևորում փրկարարի ամբողջ կերպարը, որովհետև անձնուրացությունը, անձնվիրությունը, այսպես ասած, քո սեփական կյանքը հարմարավետությունը դնել երկրորդ պլան հանուն մարդկային կյանքեր փրկելու այդ բարձր գաղափարի, հենց կարծում եմ փրկարար ծառայության փրկարարի կերպարի ամենակարևոր մեխը հենց այդտեղ է, որովհետև փրկարար ծառայության մեր ջոկատներում դա սովորական ծառայություն չէ, դա աշխատանք չէ, դա կենսակերպ է։ Բոլոր փրկարար ծառայության մեր տղաները փրկարարներ են նաև ծառայությունից դուրս, փրկարարներ են ամեն օր, փրկարարներ են իրենց հանգստյան օրերին, փրկարարներ են իրենց թոշակի գնալուց հետո, այսինքն դա մի կոչում է, որը որ մարդը դառնում է արդեն էություն, որը որ ոչ մեկ չի կարող քեզնից վերցնել, որը որ քո հետ պետք է մնա ավերժ։ Ու փրկարար ես միշտ մտածում եմ ծնվում են թե դառնում են, բայց պետք է դառնան իմ կարծիքով, որովհետև միայն այդ բարոյհոգեբանական վեհ պատրաստվածությունը կամ ներշնչանքը քիչ է, ես միշտ ասում եմ, երբ որ գալիս է մի փուլ, երբ որ ինտուիցիայի մակարդակի դու արդեն հասկանում ես դեպքը, այսինքն դեպքի վայր գնալու ճանապարհին դու արդեն վիզուալիզացնում ես, թե քեզ ինչ կարող է այնտեղ սպասել, դա հենց արդեն առաջի նշույլներն են, որ դու փրկարար դարձել ես։ Փրկարարը շատ վեհ մասնագիտություն է, շատ բարդ մասնագիտություն է։ Հերոսական մասնագիտություն է իսկապես, որովհետև դու գնում ես մի բանի ու պատրաստ ես դրան, որովհետև կարող ես վնասվել, բայց պատրաստ ես փրկել ինչ-որ մեկին։ Ամենահետաքրքիրը փրկարար ծառայության փրկարարի մասնագիտության ամենահետաքրքիրը, որ առավոտյան փրկարարը, երբ որ գնում է ծառայության, չգիտի թե ուր է գնալու, որտեղ է հայտնվելու, աշխարհի որ երկրում է հայտնվելու նույնիսկ,
որովհետև կուզեմ մեր հեռուստադիտողներին էլ ասել, մենք փրկարար ծառայությունը մեր երկրում միջազգային ատեստավորված ստորաբաժանումներ ունենք։ Ես ինքս այդ ստորաբաժանման սպա եմ, մենք ՄԱԿ-ի միջազգային որոնողական խմբի անդամ ենք եւ մենք սպասարկում ենք ամբողջ աշխարհին։ 88 թվականի երկրաշարժին, երբ որ ամբողջ աշխարհից եկավ օգնություն Հայաստան, իմիջիալից ես իմ մասնագիտությունը հենց այդ տրամաբանությամբ եմ ընտրել, որովհետև հայրս միշտ պատմեր, որ 88-ի երկրաշարժին հիացմունքով թե Նորվեգիայից եւ այլն եվրոպական երկրներից գալիս էին Հայաստան կինոլոգիական խմբեր, փրկարարներ, մի մոտ sense մի հատ պատկեր էր ձևավորվել, ու գուցե հենց այդ դոմինանտ այդ մտքով ես դարձա փրկարար։ Այսօր ես պատիվ ունեմ, որ նման ստորաբաժանման մի մասն եմ կազմում, քանի որ 2015 թվականից մեր ջոկատը, մեր կենտրոնը դարձավ ՄԱԿ-ի միջազգային որոնողական խմբի անդամ եւ ստացավ իրավունք աշխարհին արդեն մատուցել, արտահանել ամբողջ աշխարհին փրկարար ծառայություն, փրկարարական օգնություն։ Դա, այսպես ասած, կարելի է ասել, որ շատ խորհրդանշական է, որ երկրաշարժին, երբ որ մենք ստացող էինք, այսօր մենք կարող ենք այդ օգնության ձեռքը, այսպես ասած, լիիրավ հպարտությամբ սեղմել, որովհետև մենք արդեն կարող ենք ի պատասխան աշխարհին տալ մեր պրոդուկտը, մեր փրկարար ծառայության, մեր աջակցությունը, Աստված չանի, իհարկե հարկ լինի, բայց ամենայն դեպս Հայաստանը պատրաստ է այդ աջակցության։ Իսկ դեպք եղել է, երբ մեր փրկարարներն են մեկնել արտերկիր, ո՞րն է եղել վերջինը։ Ելքեր ունեցել ենք Սիրիայում, ելքեր ունեցել ենք Իրանում, Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում։ Փրկարար ծառայությունը պետք է չունենա սահմաններ։ Փրկարար ծառայությունը դա պետք է լինի մեծ ընտանիք, քանի որ դա մարդասիրության ամենաբարձր, իմ կարծիքով ամենաբարձր դիրքորոշումն է, բնորոշումն է մարդու, դա պետության համար նույնպես շատ կարևոր է, երբ որ դու կարողանում ես պետության ռեյտինգի, պետության կայացման գործում, երբ որ քանի որ մարդու կյանքը պետք է լինի դե ֆակտո ամենակարևորը, մարդու կյանքի փրկելու պատրաստակամությունը եւ մարդու կյանքի ընկալումը իմ կարծիքով պետության մասով նույնիսկ շատ կարևոր բան է, ինդիկատոր է, թե ինչքան է այդ հասարակությունը, այդ պետությունը զարգացած։ Այդ նույնքան էլ զարգացած է լինում այդ երկրների փրկարար ծառայությունը, բուժօգնությունը եւ այլն, այսինքն ինչքան մարդու կյանքը կարևոր է, կարելի է ընկալել, որ դա զարգացվածության ինչ-որ ցուցիչ է։ Շնորհակալություն, պարոն Ահարոնյան, դիմացը ձմեռ է եւ կարծեք թե ձմռանը տան հրդեհների վտանգն ավելի շատանում է, որտեղ վառարաններ եւ այլն։ Ինչպես եք պատրաստվում։ Փրկարար ծառայության հրշեջ փրկական ջոկատները մշտական պատրաստ վիճակում ենք 24/7 ռեժիմով։ Ճիշտ եք նկատել, որ ձմռանը ցուրտ եղանակին, անձրևային եղանակներին բնակարանային այդ հրդեհները ավելի հաճախակի են լինում։ Մենք հրշեջ փրկակները պատրաստ են այդ իրականացնելու, ուղղակի այստեղ էլ էլի բնակչությանը պետքա իրազեկենք, որ շատ ուսումնասիրեն իրենց այդ ծանրաբեռնվածությունը, այդ հոսանքների հիմնականում հոսանքների ծանրաբեռնվածությամբ է առաջանում հրդեհները, ավտոմատներ, անջատիչներ այնպես իրականացնեն, կահավորեն, որպեսզի խուսափեն հրդեհներից եւ հրշեջ փրկարարներն էլ գործ չունենան անելու կոպիտ ասած։ Շնորհակալություն։ Ձեզ մաղթում եմ բարի ծառայություն առանց հրդեհների, իհարկե միշտ պատրաստ լինենք, բայց թող հրդեհներ այլևս չլինեն։ Շնորհակալություն, մենք անցնենք առաջ, իսկ հիմա գովված շանթի եթերում։ Իսկ հիմա ժամանակն է խոսքը փոխանցելու մեր գործընկերոջը Մանոյին, ով վստահ եմ, որ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ է խոսալու, որը պատահել է յուրաքանչյուրիս ընտանիքում։ Երբ նոր սեղանից վեր ես կենում, բայց արդեն սովածության զգացողություն ունես։ Տեսնենք, թե Մանոն ինչ լուծում է մեզ համար այսօր առաջարկում։ Մանո, խոսքը քոնն է։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, եկեք այսօր մի հատ հարց եմ վերցրել ձեր համար, որ շատ կարևոր է, հաստատ կհետաքրքրի ձեզ, ինչի համար ինձ սոված եմ զգում թեգուս հաց ուտելուց հետո։ Ասեմ ձեզ պատճառը որն է, լեպտին հորմոնը, հագեցածության հորմոնը, այսինքն կշտանալու հորմոնը։ Եթե ունենք դրա դիմադրությունը, մեր ուղեղը ես կշտացել եմ սիգնալը չի ընդունելու։ Դու անընդհատ ուտելու ես, որովհետև ուղեղը չի հասկանալու, այդ հորմոնը չի արձագանքում իրան։ Ինչի՞ց է լինում դա։ Ասեմ ձեզ, քիչ քնելը, ապօրինի օրվա ստրեսը, օքեյ, անկանոն ուտելը, այսինքն
խարևոր ասում եմ նախաճաշ ճաշ ընտրիկ մեջտեղները բան մի գերեք, այդի առանց ռեժիմ, առանց գարկու կանոն ուտել, օքեյ։ Քաղցրավենիքների եւ շաքարի չարաշահումը ամենակարևորը եւ քիչ ջուր խմելը իհարկե ազդում է այդ ամբողջը իրար հետ, օքեյ։ Սա է այս լեպտին հորմոնը, որ ասում ենք, օքեյ։ Ինչպես ազատվել սրանից, ասեմ դες շատ բարձ կանոններ, որը միշտ ես կրկնում եմ։ Առաջինը քնել 7-ից 8 ժամ։ Okay? Երկրորդը ազատվել ստրեսից։ Ստրեսից մասից ոնց ազատվեք, բանո ջան։ Դու երբ որ լավ քնել ես, էդի ստրեսի իջացնելու մեկն է։ Երկրորդը տոքսիկ մարդկանցից հեռու մնա։ Okay? Փորձեք մաքսիմալ հեռու մնալ։ Փորձեք ամեն ինչ թեթև դանել, ամեն ինչը մի վերածեք ստրեսի, ամեն մի փոքր բանը մի սարքեք։ Մեծ բամություն եւ ստրես բերեք ձեր մարմինին։ Okay? Երրորդը ուտել կանոնավոր։ Ռեժիմով, ժամին, նախաճաշ, ճաշ, ընտրիկ։ Չորրորդը մեջտեղներում մի բզբզացեք, խնդրում եմ, նախաճաշ ճաշ ընտրիկ արանքներում։ Մի փորձեք կնարգալ սեղանի վրից մի հատ կոնֆետ գցել ձեր բերանը կամ մի հատ ընկույզ, էսի կամ չգիտեմ մի հատ միրգ, մի արեք այդ ամեն ինչը, թող մարմինը զգա երբ է իրա ուտելու ժամը։ Okay? Եվ վերջինն ու ամենակարևորը, okay? Գերեք այդ ժամանակ, որ իրական սոված եք, այսինքն մինչև ուտելը դուք ձեզ մի հատ հարց տվեք։ Ես սոված եմ, թե ուղղակի ուզում եմ ուտեմ մի բան, թե ուղղակի չգիտեմ, ուզում եմ զբաղվեմ մի բան, okay? So, եկեք ճիշտ խաղանք այս խաղը ու մնացեք բանոյի հետ։ Մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր թեմա, ինչի շուրջ այսօր զրուցելու ենք։ Երեկ կայացավ Հայաստանում ձմեռվա երգ, ամերիկահայկական, այսպես շատ հետաքրքիր Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Այս ԱՄՆ Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ տոնական պատմություն, ամանորի ֆիլմ, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ եւ աներևակայելի բնությամբ։ Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան օտարազգի եւ հայ դերասաններ։ Բացի գեղարվեստական մոտիվներից ֆիլմը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գեղեցիկ, մշակույթով հարուստ եւ դիտաժան զբոսաշրջային ուղղություն, որն անպայման պետք է այցելել։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի ունեցավ ԱՄՆ-ում, արժանանալով ջերմ ընդունելության։ Մեր տաղավարում է ֆիլմի ստեղծագործական կազմը՝ Արմինե Անդա, ֆիլմի հայաստանյան պրոդյուսեր, դերասաններ Էդգար Դամատյանը, Մերսի Պետրոսյանը եւ Ջուհադ Մակֆադեն։ Բարի առավոտ բոլորին։ Ինչպես եք։ Շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ հետաքրքիր ֆիլմ ձմեռվա երգ։ Ումներ գաղափար է, ինչպես որոշվեց նկարահանել հենց այս տեսակ ֆիլմ, որը որ կարծես թե կապում է Հայաստան-ԱՄՆ ճանապարհը եւ Սուրբ Ծննդյան այդ հետաքրքիր գաղափարը, հրաշքը, որը որ կարծես թե ել ավելի հետաքրքիր է դարձնում ֆիլմը։ Ես ուրեմն ֆիլմի առաջին անգամ նախագծին դեռ առնչվել եմ, երբ ռեժիսորը Անժելա Սատրյանը եւ ես պատահական հանդիպել ենք ամերիկյան համալսարանի ոդքասթում եւ այնտեղ կարծես ինքը արդեն պատմեց, որ ուզում է այդպիսի ֆիլմ անել, իսկ մինչ այդ ինքը Արցախի պատերազմից հետո նկարահանել էր հայկական ոգի The Armenian Spirit ավավերագրական ֆիլմը Արցախի պատերազմի մասին եւ հենց այդտեղ իր մոտ ծագել էր միտք Հայաստանի մասին նկարել ավելի ուրախ նաեւ ֆիլմ, որը Հայաստանը աշխարհին ներկայացնում է բոլորովին այլ նաեւ կողմից, նաեւ ֆիլմը շատ ծանր է եղել Արցախի պատերազմի հետ կապված եւ կարծես այդ ոգու իրավիճակի փոփոխության կարիք է եղել եւ այդպես սկսել է այդ ֆիլմի գաղափարը ձմեռվա երգ, որը ռոմանտիկ կատակերգություն Սուրբ Ծննդյան օրերին Հայաստանում, որտեղ իդեպ գլխավոր դերերում խաղում են Էդգարը, Ջուդան, Ջեսին եւ Քրիստա Մարինան եւ այդպես իսկ հենց այդ ծանոթության շնորհիվ ես արդեն ֆիլմով հետաքրքրվեցի դառնալ հայկական պրոդյուսերներից մեկը, հրավիրեցի Ձանա Ավետիսյանին, որը դարձավ հրաշալի գործընկեր եւ
մյուս հայկական պրոդյուսերը, այսինքն երկու հայկական ընկերություն եւ երկու հայկական պրոդյուսեր ֆիլմում։ Եվ այդպես սկսեցինք նկարել անցյալ տարի տեղի ունեցան ցուրտ մեռվա մեջ շատ հրաշալի բայց դժվար նկարահանումներ ու այսօր արդեն ֆիլմը էկրանին է։ Սուրբ ծնունդ, հա, հետաքրքիր է այսպես մի հատ շատ կարևոր տոն բոլորիս համար, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նշում են մի այլ ձևով, Հայաստանում նշում են մեկ այլ ձևով։ Ինչպես է կարողացել համատեղել այս երկուսն իրար հետ եւ ինչպես են դերասանները կարողացել աշխատել միմյանց հետ, հա, եւ Հայաստանից դերասաններ եւ ինչպես արդեն գիտենք հոլիվուդյան աստղեր։ Հա, ասենք ժանրայի միջոցով, ասենք Christmas movie-ները Ամերիկայում շատ հայտնի բան են, մանավանդ դեկտեմբեր ամիսին։ So Angela-ն շատ է սիրում այդ ժանրան, ուզում էր այդ ժանրան հայկական ձևով սարքել։ So մենք ստացվեց the first English language romantic comedy Հայաստանում նկարահանված։ Հիմա վերջից ենք տալի, հիմա սաղ ասում են, Hallmark-ի նման կինո է, տենց Christmas-ային, ասենք ինչ-որ Netflix-ի վրա կա, այս Winter Song-ը տենց է եւ ավելի լավաբի ձևով։ Դերասանության միջոցումները, ոնց որ ես Ջուդայի հետ մի քանի տարի առաջ մենք 3 հատ կինոյի մեջ ենք եղել իրար հետ եւ մենք շատ լավ ընկեր ենք, ասենք կինո դերասան ըննուց դուրս, so ես իր հետ ասեցի արի էս դերը քեզ, Ջեսին էլ կտանք, Ջեսին երկար նայում ենք, ասենք հայկական աղջիկա դեր, հայկական դերասանների տանք եւ իրանք կտանք Լոնդոնից, ինքը հայկական աղջիկա դեր, շատ լավ նախադասություն։ Ինչպես գտաք հայկական աղջիկան Լոնդոնից։ Բան մենք ինտերնետով search արեցինք, սա Google արեցինք։ Լոնդոնից չէ, բայց մի ձևով ինքը երևաց։ Ես իրան շատ սիրեցի, ասենք տեսքը իր բարենը տեսա, իր վիզիոնը տեսա, շատ սիրեցի։ Եվ Քրիստային, ես ու Քրիստան մոտիկ ընկերներ էինք, եւ ես իրան շատ էի սիրում որպես երգիչ, որպես երգչուհի։ Բայց երբ որ Angela-ն այս դերը ինձ բացատրեց, ես իրան ասացի, որ էսի Քրիստան է, Լիանան եւ Քրիստան նույն մարդն են, նույն կերպարներն են, եւ որ Քրիստային ասացին, ինքն համաձայնվեց։ Եվ հիմա շատ մոտիկ եղանք իր հետ, այս մեր դերասանների վերաբերությունները իրար հիմա շատ ենք սիրում, ամենուր խոսում ենք իրար հետ։ Ինչ գիտեն մեր հյուրերը Հայաստանի մասին եւ արդյոք պետք էր նաեւ մի փոքր այսպես Հայաստանի մասին ուսումնասիրել, հասկանալ, թե որ երկրի Սուրբ Ծննդյան մասին է խոսքը գնում։ I mean, երկուսն լավ գիտեին, Ջուրան գիտեր, որովհետեւ ես հայ եմ, իրա միշտ բացատրում եմ, Ջեսին էլ իր ընտանիքը սաղ հայ է, իր ծնողները հիմա ստեղ են առաջին անգամ են Հայաստանում, բայց իրանք էլ ուզում պատասխանեն, so what did you know about Armenia and like what was your experience like coming here and like seeing the country, also being able to film here? I didn't know anything about Armenia before except for the fact that like I'm Armenian and that was it, yeah. Except for the fact that you're Armenian, I know they have a really great parade in LA every year. I didn't know a whole lot about it, and then coming here is extremely beautiful. All of the people, all the places, I think the history of the buildings and the churches, and it's much older than where I live in America, and it was just a really incredible experience to learn about the culture and then make like one of the first romantic Christmas comedies here. It was extremely special. Yeah. Այո, անպայման։ Ջուդան ասում է, որ ինքը ոչինչ չգիտեր Հայաստանի մասին, բայց անցյալ տարի որ եկավ Հայաստան արդեն լիքը բաների իմացավ Հայաստանի մասին եւ շատ գեղեցիկ է Հայաստանը եւ Սուրբ Ծնունդը եւ Նոր տարին եւ տաճարները եւ քաղաքը եւ ամեն ինչ եւ ասում է, որ շատ ուրախ է ամեն անգամ այդ գալ։ Ձեր կարծիքը։ Հայը բայց քիչ մեծ դժվար է։ Լավ եք խոսում, հանգիստ կարող եք խոսել։ For me as an actor to be able to mix what I love to do and represent my culture and heritage on screen was like a dream come true. To meet these guys, like we worked so closely together. We became such good friends. We spent the whole of Christmas and New Year last year here together, and Armenia at Christmas is a different kind of magic. It was absolutely beautiful. And to be back here now, a year on, celebrating the film is wonderful. We just had the best time, and we really hope that this is a film about Armenians and showcasing our wonderful country, but also for people who aren't Armenian to be able to watch this film and enjoy the story and see how beautiful our country is like the main hope for the film, and we really hope that it reaches audiences worldwide, not just in Armenia.
Ջեսին ասում է, որ ինքը ուղղակի որպես դերասան վիճակի լինել անել են ինչ որ ինքը սիրում է, բայց միաժամանակ ներկայացնել իր ժառանգությունը, իր մշակույթը ուղղակի երազանք է, որովհետև Սուրբ Ծնունդն Հայաստանում կախարդական է ուղղակի, ինչպես ասում են ժետան, շատ յուրահատուկ է եւ դա ուղղակի երջանկություն է, որ այստեղ կարողացան այդ ֆիլմ անել, որը նաեւ աշխարհին մյուս ժողովուրդների հետ կիսում է Հայաստանի այդ գեղեցկությունը, կախարդանքը եւ այլն, եւ դա հույսն է ֆիլմի, որ ոչ հայ հանդիսատեսի հետ դա կկիսվի։ Վերջերս բեմերան տեղի ունեցավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հա, եւ 3 էր, եթե չեմ սխալվում, նաև Հայաստանում։ Ինչպես անցան պրեմիերաները եւ ինչ տարբերություններ կար Ամերիկայի հանդիսատեսի եւ Հայաստանի հանդիսատեսի միջեւ, արձագանքներն ինչպիսին էին։ Երկուսն շատ հավես էր, մեր ամերիկյան պրեմիերը շատ լավ ընդունեցին, մանավանդ ասենք ոչ հայերը։ Ասենք ամերիկացիները որ մեր կինոն նայում են, ասում են, «Վաու, այս Հայաստանը ինչ գեղեցիկ է, մենք ուզում ենք հիմա Հայաստան գնանք»։ Այդ մարդիկ մեզ ասում են մենք շատ լավ ենք զգում այդ դրա հետ եւ տարբերությունները տենց չեմ ուզում ասում շատ տարբերություն կա, բայց ասենք մարդիկ շատ տարբեր են, ասենք այստեղ Հայաստանի հայերը շատ հավես բան է, շատ ջերմ են, Ամերիկայում մի քիչ տարբեր է։ Իսկ արդյոք սա միտում ունի նաև Հայաստանում զբոսաշրջությունը էլ ավելի ակտիվացել, չէ՞, որ հենց այս ֆիլմի միջոցով շատ ու շատ ամերիկացիներ այսօր սկսեցին տեսնել Հայաստանը, սկսեցին տեսնել Հայաստանի շատ գեղեցիկ տեսարժան վայրերը, Սուրբ Ծննդյան տոնը։ Ասենք որ ֆիլմը արդեն վաճառվել է Amazon Prime-ում եւ արդեն դիստրիբյուցիա ունի ամերիկյան հանդիսատեսի համար, արդեն սթրիմինգ է արվում ամերիկյան հանդիսատեսի համար, դեռ միայն ամերիկյան, բայց դա միայն սկիզբն է, մանավանդ պրեմիերան նոր է եղել, եւ այո, մեծ հույս ունենք, որ սա համաշխարհային հանդիսատեսին Հայաստանը նաեւ կգրավի որպես զբոսաշրջության համար շատ գրավիչ երկիր։ Միջալոց Ջեսին նաև ասաց, որ իրենք դերասաններով շատ մտերմացել են նկարահանների ժամանակ, գարնել դրա մասին խոսեց, եւ շատ ընկերություններ են ձեռք բերել։ Դա էլ է շատ մեծ ձեռքբերում, երբ ֆիլմից հետո մարդիկ ձեռք են բերում ընկերություն եւ այլն։ Եվ իդեպ Հայաստանից էլ շատ դերասաններ են նկարվել ֆիլմում, շատ հրաշալի դերասաններ, Մարինե Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Համլետ Ջոբանյանը, Լևոն Հախվերդյանը, Քրիստինե Դանելյանը, Գանե Եղիազարյանը եւ այլն։ Ես վստահ եմ, որ ֆիլմը նաև մենք հնարավորություն կունենանք Շանթ հեռուստաընկերությամբ ցուցադրելու։ Այ խոսեցիք, որ նկարահանվել են թե դերասաններ Հայաստանից եւ թե Ամերիկայից։ Այ խոսենք թե Հայաստանի դերասանների ներգրավվածությունը ինչպես էր ֆիլմում եւ արդյոք կային տեսարաններ, երբ ամերիկացի եւ հայ դերասաններ պետք է միասին խաղային։ Հա, իհարկե ֆիլմում այդպիսի շատ տեսարաններ կան։ Իդեպ ֆիլմում կան նաև հայերեն տեքստեր, հնչում է նաև հայոց լեզուն, քանի որ ֆիլմը անգլերեն է, բայց շատ դերասաններ իրենք քանի որ Հայաստանից են, այդտեղ ոչ մի խնդիր չի եղել, որ իրենք խոսեն նաև հայերեն, այնպես որ տեսարաններ կային, որ խոսում էին եւ անգլերեն, եւ հայերեն, եւ այո, միասնական տեսարաններ կային։ Սուրբ Ծննդյան մասին որ հարցրեցիք Ամերիկա-Հայաստան, ֆիլմում կա եւ ամերիկյան Սուրբ Ծնունդը, եւ Հայաստանի Նոր տարին, եւ Հայաստանի Սուրբ Ծնունդը, այսինքն ամբողջական միասին կարծես այդ Սուրբ Ծննդյան կախարդանքի մեջ էր ֆիլմը, եւ հայ դերասանները միասնական խաղալը ոչ մի խնդիր չի եղել։ Ինչ փորձ ունեցան հայ դերասանների հետ խաղալուց եւ ինչ կարծիք ունեն մեր հայ դերասանների մասին։ Yeah, the question is, what was it like working with like the Armenian actors from Armenia? Working with Jess? No, like the dinner scene we had of like the cousins and stuff. Like, what was it like working with them, like being that in that environment, and the crew as well. Yeah, for that the matter. crew was incredible, and the other actors from Armenia were the best. Yeah, they were incredible. They were really fun to work with. Good. It was really special to celebrate last night at the premiere with all of the crew who worked really hard on this film, and for a lot of them, you know, they were saying what an amazing experience this was for them, an opportunity. So I'm so happy that, you know, coming from places like, you know, we live in London and LA where the film, TV and film
community is huge. So to be able to kind of bring some of our knowledge and help share that here was amazing. And also, like, we have a saying, like, you have Armenian eyes, with especially, I've forgotten his name, but the grandfather, the actor who played, his eyes on screen just translate tell so many stories. So I think it was really special to be able to, like, bring that here and help the community here, which, was wonderful. Եթե կշտարկանեմ Ջուդան սկսեց նրանից, որը անհավանական անձնակազմ էր ֆիլմի ընդհանուր եւ դերասաններն էլ շատ լավն էին եւ միասնական աշխատանքը հրաշալի էր եւ Ջեսին ավելացրեց, որ երեք ուղղակի շատ ուզիչ էր բոլորին տեսնել, որոնք այդքան աշխատանք էին արել ֆիլմում եւ դերասաններից մեկին հիշեց Արես Սարգսյանին, որը խաղում է պապիկի դերը ֆիլմում իսկական հայ որը ունի այդ հայկական աչքեր ասված ու այդ էկրանին ուղղակի շատ ուժեղ էր հրաշալի էր միասին խաղալը ֆիլմում ես էլ եմ խաղում ֆիլմում իրականում ես չեմ դիտել ֆիլմը բայց անպայման մեծ սիրով սպասում եմ երբ պիտի դիտեք ուղղակի հրաշալի էր պատկերացրեք նույնիսկ ինչ որ բանի մոռանում էիր որ մենք բոլորս խոսում ենք ինչ որ մեկ էս լեզվով մեկ էլ լեզվով եւ այլն ոնց որ մի լեզու դարձածիններ ուղղակի կինոն ֆիլմի պատմությունը գնացող շարժող լեզուներ հերոսը երաժիշտ էր ինչ ոճի երաժիշտ էր եւ արդյոք ֆիլմում հնչում է նաեւ երաժշտություն հայկական Edgar ինչ հարց ասում ես ինչ ոճի ինչ ֆիլմի հերոսը երաժիշտ էր այո ինչ ոճի երաժիշտ էր ինչ էր նվագում ջազ էր նվագում ռոք էր նվագում What would you classify Krista's music as like Եվ արդյոք ֆիլմում հնչում էր նաև հայկական երաժշտություն, որտեղ հնչում էր, չէ՞։ Ինքը ոնց որ ասենք ավելի շատ R&B soul տենց արտիստ է, բայց ինքը որ հայ է, իր երգերի մեջ միշտ փորձում է տենց հայկական տենց նոտաներ դնի, որ ասենք միշտ հայությունը մնա։ Դա է շատ հետաքրքիր բանը Krista-ի մյուզիկի հետ կապված էլի։ Բայց նաև ֆիլմում շատ ուժեղ է հայկական էլեմենտ, ինքը թմբլա է նվագում, հենց այդ նույն պապիկը իր հորը պատմության մեջ թմբլա է սովորացրել, իրանք դա շատ պատահական հանդիպում բարձում են, ինքը թմբլա է նվագում, ինքը շատ հայկական երգեր եւ երգեր է լսում, երգիչներ է տեսնում, ֆիլմի պատմության մեջ մաս է կազմում նա, որ ինքը փնտրում է նաեւ իր երաժշտությունը, իր երգը եւ Հայաստանում հայտնաբերում է շատ ուժեղ իր երաժշտության, իր երգի եւ Հայաստանի երաժիշտների միջև Իսկ արդյոք օտար երկրադերասանները կարողանում էին հայկական տեքստեր ասել, նախադասություններ, կար այդպիսի բաներ? Շատ կար actually. They said if it was easy for you to learn Armenian and say the words in Armenian and yeah, go ahead. I only learned a few things. Merci Shad and then yes kes sürüm. It's good. That's the only things I learned how to say. Another words? Huh? Another words? I don't know. That's huh? Barevzes? Yeah. Jarmuk? I know Jarmuk. I know Jarmuk. Akcentներ կարծես։ Yes, kes sürüm Jarmuk. Armenian. Honorary. Please. ABC. Yeah. Armenian by casting. Yeah. We all got tattoos as well. Yeah. We got matching tattoos of Ararat. Judo got one as well. Really? So he's honorary Armenian now. We said like this. We got matching. Որ բոլորն արդեն ունեն դաջվածքներ Արարատի լերը, սա կարծես թե նշան է, որ դուք բոլորդ մի թիմից եք, եւ սա կարծես նաեւ շատ լավ դաջվածք է, որը որ նրանց կվերադարձնի հետ հայրենիք։ Այո։ Շնորհակալություն, արդեն ձեր այս պատմվածքները կարծես թե թեմես, թեմեր հեռուստադիտողին շատ ողջևորեցին, որպեսզի մենք անհամբեր սպասենք դիտենք այս ֆիլմը։ Շնորհակալություն դերասանական կազմին, որ կարողացել են դառնան մեկ եւ կարողացել են թե հայկական սուրբծնունդը ինչպես խոսեցինք ամերիկյան սուրբծնունդը սարքել մեկ եւ նաեւ Ամերիկայում տարածել մեր հայկական արվեստը, Հայաստանի մասին պատմություններ։ Վստահ եմ, որ կինոթատրոններում արդեն կինոներ լինելու են, այո, հիմա հենց երեկվանից սկսված ֆիլմը Հայաստանի Երևանի բոլոր
բոլոր կինոթատրոններում։ Բոլոր կինոթատրոններում։ Հերոստատիտողին կարող ենք հորդորել գնալ ընտանիքով դիտել այս ֆիլմը, շատ լավ առիթ է նայել, ուրախանալ, լավ տրամադրություն ունենալ։ Մենք նույնպես մեծ հաճույքով վստահ եմ Շանթ հեռուստաընկերությունում կցուցադրենք այս ֆիլմը համապատասխան պայմաններում եւ համապատասխան պայմանավորվածության դեպքում։ Շնորհակալություն ձեզ, մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Հուսամ, որ ելի կունենաք հետաքրքիր ֆիլմ, մենք ձեզ նորից կհրավիրենք մեզ հյուր։ Իսկ մենք կգնանք գովազդի, վերադառնանք ու շարունակենք մեր եթերը։ Մենք վերադարձանք եւ խոսալու ենք խաշի սեզոնի ընթացքի մասին։ Եվ այսպես, շատ բնակավայրերում խաշը նաև ամանորյա տոների մի մասն է կազմում։ Եվ ահա, հենց այդ առիթով մենք որոշեցինք անդրադառնալ այս կերակուրին։ Ըստ խոհարարների խաշը նեղացկոտ բնավորություն ունի։ Ասում են, որ եթե այն պատրաստելիս համապատասխան վերաբերմունք չցուցաբերես, նա անպայման զգալ կտա եւ ճաշակողին կհուշի, որ պատրաստելիս խոհարար վատ տրամադրություն ուներ։ Դիտենք տեսանյութը խաշի մասին։ Լավ խաշից հետո կարծում եմ լավ երաժշտությունը տեղին է։ Երաժշտություն Շանթի եթերում։ Ասում են կարճ է կյանքը, շուտ կմարի սրտի զարկը, բայց արևի տակ ծիրանի երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան կձանձրանա, բայց արևի տակ ծիրանի երիտասարդ ու ծերունի, ահա կանգնած շարան կձանձրանա, ասում են քաղցր է կյանքը եւ անսահման երկնի հանք, բայց գրկի մեջ Բուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ, ահա շարան կզանձրանան, բայց գրկի մեջ Բուրաստանի ծաղիկների դեմ գեղանի մարդիկ, ահա շարան կզանձրանան, ասում են խորն է կյանքը, լույս է համար երկնի հանքը, բայց կանչի դեմ ծիածանի, կամասների խորհրդալի, մարդիկ, ահա շարան կձանձրանան, բայց կանչի դեմ ծիածանի, կամասների խորհրդալի, մարդիկ, ահա շարան կձանձրանան, ասում են նոր է կյանքը, միշտ կհնչի սիրո զանգը, բայց անգերաս առանց ցավի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ, ահա շարան կձանձրանան, բայց աներաս առանց ցավի, սեղանի շուրջ հաց ու աղի, մարդիկ, ահա շարան
կձանձրանան մարդիկ ահա շարան կձանձրանան մարդիկ ահա շարան կձանձրանան Հիմա գովազ շանթի եթերում, բայց դուք չհեռանաք էկրաններից, քանի որ քիչ անց մեզ հյուր կգա Լիկա եւ կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Այսօր ուրբաթ է եւ ինչպես արդեն նշեցի, մեզ հյուր է եկել Լիկան, ով կպատասխանի ձեր բոլոր հարցերին, որոնք դուք մեզ գրել եք շաբաթվա ընթացքում։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչպես եք։ Հրաշալի։ Լիկա, եկեք նախ հիշենք, թե շաբաթվա կտրվածքով ինչ պատրաստեցինք։ Երկուշաբթի օրը պատրաստեցինք Դուք ավելի շատ եք հետևում։ Ես չեմ հետևում։ Ես հիշում եմ մեր մանկության շոկմանժեն։ Ահա, շոկմանժեն հիշում եմ։ Ըմպելիք կոկոսի կոկորտի ցավի դեմ, ներողություն, էլ ինչ պատրաստեցինք, ինչ որ խմորային մի բան պատրաստեցինք։ Պոնչիկը նորից կրկնեցինք այն մարդկանց համար, ովքեր չէին հասցրել դեռ տեսնել կամ միգուցե չէին փորձել։ Այսինքն բավականին բաներ պատրաստ, դուք չեք հիշում, բայց մենք շատ լավ։ Եվ այդ բոլոր պատրաստվածություններից ելնելով ունենք հարցեր։ Մի հարց, որը շատ հետաքրքիր է մեր հեռուստադիտողին, ինչպես եք հաղթահարում աշխատանքային լարվածությունը։ Ես իմունիտետ եմ ձեռք բերել, արդեն կարողանում եմ հաղթահարել, սկզբից իհարկե շատ բարդ է եղել, և զայրույթ է եղել, և պոռթկումներ է եղել, լարվածությունը իհարկե շատ է խանգարում աշխատանքին, բայց հիմա արդեն կարողանում եմ շատ հանդարտ և շատ հանգիստ վերաբերվել բոլոր անհարթություններին, խոչընդոտներին, լարվածություն, այսինքն գրեթե չեմ զգում եւ երբ որ որևիցե մի հարց է ծագում, բարդ, արդեն փորձում եմ շատ հանգիստ լուծել եւ որքան հանգիստ ես լուծում, այդքան ավելի լուծումը ճիշտ ես գտնում։ Այսինքն կա որ ինչ որ մի բանաձև, որով դուք շարժվում եք, կարող եք կիսվել նաեւ հեռուստադիտողի հետ։ Լարվածության դեմ ինչպես պայքարել։ Չգիտեմ։ Պարզապես պետք է կարողանաս, չէ, յոգա չէ, բայց կարողանաս հանդարտ լինել, ավելի հանգիստ լինել, տաք գլխով պետք չի ոչ մի որոշում կայացնել, միանշանակ դա իմ փորձից եմ ասում, պետք է գտնես քո մեջ խաղաղությունը եւ լուծումներ այդպես տաս։ Եթե հետևում եք Մանոյին, Մանոն կասեր ճիշտ շնչեք, ճիշտ արտաշնչեք եւ խմեք մեկ գավաթ ջուր։ Սա կարեւոր է։ Ինչ անել, եթե բաղադրիչները բավարար չեն, բայց ենթադրենք պլանավորել եք պատրաստել հենց այդ բաղադրատոմսով քաղցրավենիքը։ Կան բաղադրիչներ, որ կարելի է փոխարինել, բայց ենթադրենք, եթե բիսկվիտ ես թխում եւ ձուն բավարար չէ, ապա պետք է վազես խանութ, այդ տարբերակ չուներ։ Առաջ ես հիշում եմ, որ հարևանները գալիս էին, թակում էին դուրը, ես տորտ եմ սկսել թխել, շաքարավազ չուներ, ինձ կտակ մի բաց շաքարավ, դա շատ նորմալ էր։ Բայց դուք ում դուրը ծեծեք, չէ։ Խանութի չէ, արդեն այդ սովորույթը չկա, ցավոք, որովհետեւ դա ջերմացնում էր իհարկե հարևանությունը։ Եթե վերցել ես ինչ-որ մի բաղադրիչ նրանց, ուրեմն դա շարքը պատրաստումից հետո պիտի նրան անպայման հրավիրես քո տուն, չէ՞, այդպես էր։ Այո։ Ինչպես եք պատրաստում աղանդներ շաքարային դիաբետ ունեցող կամ ալերգիա ունեցող մարդկանց համար։ Սա բավական լուրջ հարց է, շատ, որովհետև տեսեք, սովորական ռուշակագործը պատրաստի ենթադրենք դիաբետիկի համար տորտ եւ ընդամենը փոխարինի շաքարավազը նույն վնասը կտա, այսինքն այստեղ բավական լուրջ գիտելիքներ են պետք եւ կան հատուկ բաղադրատոմսեր, բայց ամեն դեպքում ես որքան էլ որ խոսել եմ բժիշկների հետ, փորձել եմ այդ հարցը ինքս ինձ համար հասկանալ առայժմ, որ հետագայում արդեն կուրսեր վերցնեմ եւ սովորեմ հենց հատուկ դիաբետիկների լակտոզայով տառապող մարդկանց ալերգիկները մի քիչ ավելի այլ թեմա է, գլուտեն եւ այլն։ Այստեղ շատ տարբեր
կարծիքներ եմ լսել, որ այո կա դիաբետիկների համար դեսերտներ եւ ոչ չկա, որովհետեւ քաղցրը միևնույնն է իրենց համար քաղցր է։ Դու փոխարինես դա մեղրով, փոխարինես բանանով, փոխարինես ստևիայով եւ այլն, դա նույն եւ բացի շաքարավազից նաեւ այստեղ ալուրի գործոնն է, որ օգտակար չէ իրենց համար, վնասում է։ Դրա համար պետք է շատ մեծ գիտելիքներով դա անել։ Իսկ գլուտենի դեպքում ենթադրենք, եթե մարդը գալիս է եւ պատվիրում է առանց գլուտենի, ապա ես պատվերը չեմ վերցնում, ինձ հեշտ է առանց գլուտենի պատրաստել, բայց կա այսպեսի մի շատ լուրջ խնդիր։ Երբ որ տարածքում պատրաստվում է արդեն խմորեղեն եւ գոյություն ունի գլուտեն, ապա երբ որ դու մաքրում ես սեղանը, դու չես կարող այնպես մաքրել կամ կողքի սեղանից չի կարող գլուտենը չգալ եւ չհայտնվել այդ թխվածքի մեջ։ Դրա համար տարածքը անգամ պետք է առանձնացված լինի գլուտենից։ Այո, այնտեղ որտեղ պատրաստում են ալյուրով կամ գլուտեն գոյություն ունի, ինչ որ մի ուրիշ բաղադրիչ, այդ տարածքում չի կարելի պատրաստել։ Ինչ հետաքրքիր է, որովհետև կան մարդիկ, որոնք որ իսկապես գլուտենից շատ լուրջ խնդիրների առաջ կարող են կանգնել եւ չնախատեսված պայմաններում կարող են ընդունել գլուտեն, այդպես ստացվեց, այսինքն թեկուզ մի փոքրիկ հատի գլուտեն իրենց օրգանիզմի մեջ մտնի, սա հետաքրքիր է։ Ինչ է մաստիկան եւ որոնք են դրա առավելություններն ու թերությունները։ Մաստիկան իմ կարծիքով թերություն չունի, թերություն ունի վատ մաստիկան, որը ճաքում է եւ այլն, եւ աշխատանքը բավական բարդ է։ Մաստիկան կարելի ասել մոտ 25 տարի է ինչ հայտնվել է, սկզբից եղել է մարսիպանը, նուշի ալուրից էին պատրաստում, շաքարի փոշի եւ հում ծվի սպիտակուց։ Հիմա այն փոխարինում է կրեմերին, հիշում եք կրեմերը, երբ որ ծաղիկներ էին պատրաստում, հա, փաստորեն հիմա մենք դա անում ենք առանց այո, մաստիկայով եւ բավական շքեղացել է տեսքը տորտերի մաստիկայի շնորհիվ եւ նաեւ քանդակները եւ ամեն ինչ է փոխվել, այսինքն ինչ որ էվոլյուցիա է եղել տորտերի աշխարհում եւ հիմա տեսնում ենք արդյունքը։ Իսկ տանը հնարավոր է արդյոք իդեալական մաստիկա պատրաստել տան պայմաններում։ Տան պայմաններում լավ մաստիկա չես պատրաստի։ Կա իհարկե մի տարբերակ, բավական թանկարժեք է ստացվում, որ հնարավոր է տանը պատրաստել, իսկ հիմնականում ճիշտ է գնելը։ Արդեն պատրաստի, որովհետեւ տան պատրաստած մաստիկան ամեն դեպքում ճաքերի խնդիրը լինում է։ Բայց փորձից ելնելով մենք հասկանում ենք, որ շատ անգամ այդ մաստիկան անգամ չենք ուտում, չէ, որովհետև այն ուղղակի ավելի գեղեցկացնում է տորտը կամ ինչպես ասեցիք, ինչ որ էսպես ենթադրենք փորագրելու կամ ծաղիկներ պատրաստելու համար է օգտագործվում, բայց միևնույն է մարդիկ ուզում են գեղեցիկ տորտ ստանալու համար մաստիկա, որովհետև միայն նրանով կարելի է դա ստանալ։ Այո, գեղեցիկ տորտը միանշանակ մաստիկա, այսինքն արտաքին տեսքն է, դիզայնն է։ Եվ եթե մարդիկ չեն սիրում մաստիկա եւ ասում են, «Ոյ, ես մաստիկա չեմ սիրում, բայց գեղեցիկ տորտ եմ ուզում», այդ դեպքում պարզապես մենք խորհուրդ ենք տալիս, որ մի կերեք դուք մաստիկան։ Միևնույն է, նա կրեմը կա շուրջը, կրեմը պատվում է, իսկ մաստիկան շատ հեշտ առանձնանում է եւ առհասարակ մաստիկան կարելի է ընդհանրապես չուտել։ Նախ ավելորդ քաղցրություն, երկրորդը դա պետք է ընկալել որպես դիզայնի մի մասնիկ։ Բայց միևնույնն է ուտելի է այն։ Այո, իհարկե ուտելի է, կա նաև ուտելու թուղթ, որը կարելի է ուտել, կարելի է չուտել, այնպես չի որ որը ուտելի է նորից վերջերս հանդիպում ենք էլի շատ հաճախ։ Շոմպայնի մեջ էլ ենք նաև որ խմորեղենի մեջ էլ են օգտագործում վերջի շրջանում շատ ակտիվ։ Ամեն դեպքում ցանկալի է դեկորը չուտել։ Դեկորը դեկորի համար է։ Քանի որ առաջ անհրաժեշտ է կատարել պատվերը, քանի օր առաջ է պետք կատարել պատվեր միջոցառման համար։ Սա կարծում եմ ավելի վերաբերվում է երևի ձեր ստուդիային։ Այո, ուրեմն հարսանյաց պատվերները 1-2 ամիս առաջ, կորպորատիվ պատվերները գոնե 15-20 օր առաջ, ծննդյան պատվերները արդեն կախված է ըստ բարդության։ Եթե այնտեղ իհարկե ցանկանում են ֆիգուրներ, շատ դեկորներ, այդ դեպքում պետք է գոնե 10-ից մի շաբաթ առաջ պատվիրեն, որ մենք հասցնենք այդ դեկորները պատրաստել։ Լինում են իհարկե մարդիկ, ովքեր գալիս են եւ պատվիրում են երեկոյան առավոտվա համար շատ բարդ տորտեր եւ ստիպված հրաժարվում ես եւ մարդիկ չեն ստանում այդ տորտը, ինչ որ ուզում են։ Այսինքն մեկ շաբաթը գոնե պետք է
ծննդյան տորթերի առումով Հարսանյացը բավական բարդ աշխատանք է, ամիսների աշխատանք է նաև կորպորատիվը, եթե իհարկե վրան աշխատանքներ կան։ Բայց խոսում ենք, տեսեք, հարսանեկան տորթի մասին, որը պետք է ամենակիչը, ինչպես նշեցիք, 20 օր առաջ, ամենակիչը 20 օր առաջ պատվերը կատարել, բայց չէ՞ որ խոսքը գնում է մի մեծ տորթի մասին։ Տորթը հենց այն տորթը, որը որ ուտելի է, քանի օր առաջ է այն պատրաստվում։ 1 օր առաջ թխվում է, որովհետև բիսկվիտը պարտադիր պետք է հանգստանա։ 1 օր պետք է ջեռոցից հետո հանգստանա։ Այդ նույն օրը քսվում է կրեմը, ձևավորվում է եւ արդեն գնում է ռեստորան։ Որ թարմ լինի։ Անպայման։ Լավ, շուտով ամանոր է եւ բոլորը գիտեք պատրաստվում են ամանորին, որն են ամանորի ամենապահանջված խմորեղենների տեսակները։ Ավանդույթը չի փոխվել, նույնն է մնացել, նույն միկադոն է, նույն մեղրով տորտն է, նույն նապոլեոնն է, այսինքն ոչինչ չի փոխվել։ Ես նաև հիշում եմ տատիկս պատրաստում էր տորտ պալենա, ռուլետ էր շոկոլադապատ, կրեմապատ շոկոլադային կրեմով, գաթան իհարկե եւ թակուհին փախլավան։ Փախլավան, այո, ինձ համար է փախլավան այսպես ասոցացվում ամանորի հետ։ Շնորհակալություն, մենք անհամբեր կսպասենք գալիք շաբաթվան, վստահ եմ, որ հաջորդ շաբաթ ավելի ամանորյա հարցեր կունենանք ամանորյա նախատոնական այսպես խմորեղեններ, վստահ եմ, որ շատ հետաքրքիր հարցեր կունենանք նաև հաջորդ ուրբաթ։ Շնորհակալություն, կսպասենք նոր բաղադրատոմսերի։ Շնորհակալություն։ Իսկ մենք անցնենք առաջ Գովազդ Շանթի եթերում։ Մենք վերադարձանք, ինչպես արդեն նկատեցիք, իսկ հիմա ժամանակն է լսել մի լավ երաժշտություն Շանթի եթերում։ Բայց կարծում եմ, մինչ երաժշտությունը լսելը իգիտություն շարքը շատ կարևոր է, քանի որ ամեն անգամ իգիտության շարքից մի նոր բան ենք սովորում, եւ այսպես։ Երկակեղևի տակ միջնապատյանի վերին մասում նյութերը կիսահալված հրահեղուկ վիճակում եւ բարձր ճնշման տակ են։ Բարձր ջերմաստիճան ունեցող գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում։ Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր, սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխեր։ Հենց այդ լեռների մասին է այսօրվա մեր տեսանյութը։ Իգիտություն շարքն է եթերում։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, ձեզ մաղթում ենք լավ հանգստյան օրեր, իսկ մենք կվերադառնանք երկուշաբթի եւ նորից ձեզ կասենք բարի լույս, եթերում Շանթի առավոտն է սկսվում։ Ցտեսություն, կհանդիպենք երկուշաբթի։